Հանրապետության հրապարակում են ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերը, զորքերի պետ, գնդապետ Համլետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերը զինված ուժերի կարևոր բաղադրիչներից են, որոնք ապահովում են անձնակազմի պաշտպանությունը ժամանակակից մարտահրավերներից եւ վտանգավոր գործոններից։ Հետևակի ռեակտիվ հրանետ RPOA Սպառազինության այս նմուշի համար նշանակետեր են բաց, երկարաժամկետ պաշտպանական եւ այլ ամրացված կառույցներում պայմանական հակառակորդի կենդանի ուժը, ինչպես նաեւ մարտական տեխնիկան ու այլ օբյեկտները։ 93 մմ տրամաչափով հետևակային ռեակտիվ հրանետի կրակի առավելագույն հեռավորությունը 1000 մետր է։ Այն մարտական վիճակի է բերվում 30 վայրկյանում։ Բարձր եւ համակողմանի պատրաստվածությունը, համակարգված աշխատանքը, տեխնիկական հագեցվածությունն ու մասնագիտական հմտությունները թույլ են տալիս այս զորքերին արդյունավետ գործել ցանկացած իրավիճակում, ապահովելով անվտանգություն եւ կայունություն։ Ծանր հրետանային համակարգ DOS 1A Ծանր հրետանային ստորաբաժանումները նախատեսված են լիազքային եւ տանկային ստորաբաժանումների կրակային աջակցման, մարտերի ընթացքում կրակային տարբեր դիրքերից մինչև 6 կիլոմետր հեռավորության եւ մեկ համակարգով 40,000 քառակուսի մետր մակերեսով պայմանական հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաեւ զրահապատ տեխնիկայի շարքից դուրս բերման համար, որտեղ անհրաժեշտ են կրակի խտություն ու նշանակետերի խոցման արդյունավետություն։ Այս համակարգերը զինված ուժերի կառուցվածքում ունեն կարևոր դեր, ապահովելով ստորաբաժանումների գործողությունների աջակցություն։ Նրանց կիրառումը պահանջում է մասնագիտական բարձր պատրաստվածություն, ճշգրիտ հաշվարկներ եւ համակարգված գործողություններ, որոնք իրականացնում է փորձառու անձնակազմը։ Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի առաքելությունն է հայտնաբերել, գնահատել եւ կանխել ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական սպառնալիքները, ինչպես նաեւ իրականացնել համապատասխան պաշտպանության եւ վերականգնման միջոցառումներ։ Այս զորքերն ապահովում են պաշտպանության կարևոր ուղղություններից մեկը՝ ուղղված վտանգավոր գործոնների հայտնաբերմանը, կանխարգելմանը եւ հետևանքների վերացմանը։